Բարի լույս Երևան, բարի լույս Հայաստան, բարի երեկո Ամերիկայ։ Երկարատև դադարից հետո մենք վերսկսում ենք Երևանն է խոսում ծրագիրը, բայց Երևանը խոսում է ծրագրի անվան տակ, մենք հասկանում ենք, որ խոսում է Հայաստանի Հանրապետությունը, խոսում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, խոսում է արդարության ձայնը, որին որ մենք այսօր կհամոզվենք, այդ դավթարներ դրու կա մեր դեմն։ Այսօր ուրեմն հեսա մի փոքր անց մենք սկսենք իրականացնել, դες մոռացա, մի րոպե սպասեք, մի վայրկյան։ Так, մենք կսկսենք իրականացնել զանգեր ուղիղ եթերով, որտեղ որ կքննարկենք քաղաքացիների բողոքները, գանգատները, վիճահարույց հարցեր, ահազանգեր, սկսենք երևակայի, բնականաբար առանց ասելու վինա կզանգենք և դորա կզանգենք։ Ընթացքում մեր քաղաքացիները կտեղեկանան Սաուբամ, չթո սպասի սա, տոքներ տվեց, սկսենք բողոքներով, մի վայրկյան։ Ստե չէր, ուրեմն ստե, ինքան լծվել է իր գլուխ։ Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. The number is currently busy. The number is currently busy. It's actually The number is currently busy. Ուզում հասկանամ հաղորդումը չսկսած արդեն սրանք յանց հեռախոսեն անջատել է։ Մի վայրկյան։ Ուրիշ համար փորձենք The number is currently busy. Մասիսի քաղաքապետարանը ոչ մի հեռախոսահամար չի աշխատում, ես չեմ ջոգում։ 74 236 4 30 40 The number is currently busy. Так скира. Սա ինչ նկարա։
Մինուտ սրանք անդրադառնանք Хорошо, այս մեկը զբաղված է ուրեմն Մասիսի քաղաքապետարանի հետ կապված ընկեր Դավիթի հեռախոսները ողջունում եմ սա անջատած է ինչ քակաուտում չգիտեմ ուրեմն Դավիթ մինչև այսօր ժամը 22:00 հանրային դատ հաղորդաշարը Մասիս գյուղ ձորակ Ռաֆու փողոց 27 տուն 27 տան դիմաց կա տնգսրած էլեկտրասյուն, որը փայտից կոտրված կախած է։ Կամ այդ հարցը լուծում ես էլեկտրոցանցի միջոցով, տղաջան, ես չգիտեմ քո քաղաքային հեռախոսներով ով է սեքս պա տելեֆոնուանում, երևի դու, որովհետև չեմ կարծում, որ քո կինը քեզ բավարարի։ Ուրեմն նորից եմ կգնում Մասիս գյուղ ձորակ Ռաֆու փողոց 27 տուն Այդ սյունի հարցը լուծի մինչև այսօրվա եթերը ժամը 22:00, որպեսզի ինձ քաղաքացիները տեղեկացնեն, որ սյան հարցը լուծված է, որպեսզի մենք իրարից չնեղանանք, անցնենք առաջ, ստեղ մենք ունենք, ստե պիտի զանգենք Battery 100%. Connected to Galaxy S22 Ultra. The number is currently busy. Ես չեմ հասկանում, սրանց մոտ սա հեռախոսերն անջատած The number is current. Հələ մի րոպե, աղբոր պես The number you have dialed is currently unavailable. Ողջույն դարագոյ, մենք մերեն կապի հետ խնդիր ունենք, չէ հարցնում եմ ունենք, որովհետև հիմա ես այս սրանով ուր զանգում եմ զբաղված է տալի, հիմա ես ուզում հասկանամ մեզնից է, թե դրանցից է։ Մենք հիմա եթերի մեջ ենք, հիմա կարաս նայես։ Մի հատ ինձ նայ այստեղ է գրում։ Որտեվ շատ տարօրինակ է ասենց։ Մենք համարը փորձենք։ Հիմա ես ուզում հասկանամ սրանք են անջատե սա համատարած ինչքան պետական հիմնարկություն ունի, թե խնդիրը մեզանից է։ Եթե չէ մենք ուրիշ կապ կօգտագործենք։
The number is currently busy. Մի վերքյան սրանով փորձենք Ալո, բարև ձեզ։ Sorry? Թաղապետարանից է։ Yeah. Ալո, Hello. այ կնիկ դու լսում ես թե չէ։ Sorry. Ինչ սորի։ I'm very sorry, sir. Եղան խայտարակ։ Անգլերեն ակի խոսա։ Ուռած են։ Սենց էլ ապրում ենք։ Ուռած էր, կայֆի տակ էր, ինչ էր, ես կնիգն, ես էդ չհասկացա։ Это Զանգուկ, Հայաստան, քաղաք Երևան։ Խամարն Խավքուկ, Զանգն Հնչուկ։ Մալացիա Սեբաստիա Թաղապետարանն է Զանգն գետա։ Հիմա ալո։ Hello. Et- Bonjour. Bonjour թե bonsoir։ Oui, Հիմա ֆրանսերեն։ c'est ça. Սեն կայֆի տակ են արա։ Իստոց նույնցա բաց չեմ հասկանում։ Իրեքար 74, 11, 51, 8, 5, 70։ Հիցուն մեկ, ութ, հինգ, յոթ, երեք։ Հա, սանք բերեդ ու զամոդներն աշկիս։ Երկը, 74, 10, արդեն ես էլ եմ կասկածում իմ համարների վեն, 50 անգամ նայեմ եմ։ Ու հետաքին է, որ մենք զանգում ենք տարբեր համարներով, ու այդ նույն կինն ավ է գալը։ الرجاء الانتظار سيتم. Ստեղ շուշտ։ Ամստեղ են սուշում են, ասում են հայերեն քրֆի, տես ոնց են հասկանում։ Հա, հասկանալի է։ Մենք ունենք ստեղ կապի խնդիր էս մի համարով։ Իսկ էս մի համարով ինչ խնդիր ունենք, սիրելի ժողովուրդ, մի րոպե մի հատ նայեմ հասկանամ։
Իվարքյան Я выросла маленькая техническая неувязка. Брюки превращаются в элегантные шорты. Երաշկյան սելու ժողովուրդ Так, մենք առանձնանք չենք կարող, դրա համար պետք է un termine se stega nevredskerav. Կներեք ժողովուրդ ջան, վճարում ակենենք, վճարումն էլ չի հասկնամ։ Մենք այս ամենը պիտի Գիտենք, որ այդ կապի միջոցից խնդիր կամ 0529, այո, սա ինքն է, պատերձինամ, սրա անտերը, կլացից,
ինչ նավսեր, այն ինձ կտրվավ, այն ինձ եկավ։ Մի վերքեն, մի հատ է փորձենք։ Okay, լավ։ Ստացվում։ Եկեք շարունակենք, ինչքան մեր կոմաները կհերիքի, որտեղ ստեղ էլ քիչ, ընդեղ էլ քիչ։ Հաջորդ զանգը։ Հա։ Բան ենք զանգում ինգեր, մալացիա։ Մեկ I think it's awesome. The number you have dialed is not. Ուրեմն Մալացիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյան համոզված է, որ արդեն տագնապը տեղ հասել է։ Կուրղինյան 7 հասցեում նկարները տեղադրված է Telegram կանալ, մի շաբաթ աղբահանություն չի եղել։ Հաջորդը Մալացիա 75 այսինքն Մալացիա Ոսկանյան 75A հասցեում ինքը տուպիկա, այնտեղ եւս աղբահանություն չի եղել։ Մինչև ժամը 22:00 ժամանակ Կուրղինյան 7-ի աղբը մաքրել եւ Ոսկանյան 75A Մալացիան նորից ոմն տուպիկ աղբը հանել։ Այստեղ մեզ ինչ-որ մեկը մի բան ղրգեց։ Մենք բանի խնդիր ունենք հիմա, կապի խնդիր ունենք, թող սպասինքը։ Ալո։ Բալուզ, մենք եթերի մեջ ենք, հա, ասա շուշուտ։ Ինչ նկար։ Այսինքն 70 Ոսկանյան 75 ատուպիկը հիմա մաքրում են։ 5-ի ա։ Դե հենց հիմա ուղարկի։ Okay, լավ, դե մաքրում են, լավ։ Okay, մալադեց։ Սովա։ Ինչ երեդևից, խառնվավ, ժժնվավ։ Անցանք առաջ։ Տոպիկը մաքրում են, հենց հիմա մաքրում են, մալադեց։ Սա ինչ ասում։ Որտեղ ածեցել, որտեղ մահացել, ով ածեցողը սկսավ երեդևից։ Ահա, թողեք մենք մերսի։ Մեզ փոխանցում են, որ կապը վերականգնված է։ Хорошо, բրավո։ Ուրեմն իմ անգիս կարանք զանգենք։ Battery 100%. Connected to Galaxy S2. Так, մեզ փոխանցում են, որ Մալացիա Ոսկանյան 75 ատուպիկը արդեն մաքրված է եւ Կուրղինյան 7-ը կմաքրեն։ Այս բանի այլ արդեն մաքրում են։ Անցանք առաջ։ Ու մենք զանգը, հա։
Տան։ Темная ночь. The number is currently busy. Ալո, Այո, բարև ձեզ, պարոն Սուքյասյան, դուք ինձ լսում եք, ալո, ասում եմ բարև ձեզ, պարոն Սուքյասյան, դասեք, ես Հայաստանում չեմ դասում եմ, արագացեք, դուք Հայաստանում չեք, Սեողը, Վարդան Ղուկասյանն է, Երևան է խոսում ծրագրի շրջանակներով զանգահարել ենք ձեզ, դուք Արթիկի համայնք կապետարանի աշխատակազմի ղեկավարն եք, ճիշտ է։ այո, ճիշտ է, Ահա, ասացեք խնդրեմ, մենք ունենք ահազանգ, ձեր բնակիչներն ահազանգում են, որ ձեր երկու որդիները Թորգոմ Սուքյասյանը և Նարեկ Սուքյասյանը ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից, երկուսն էլ կարող ենք իմանալ ինչու։ կարող եք, յարդի կարող եք, խնդիր չկա, պարոն Ղուկասյանն էստեղ ես աշկի խնդիր ունի, ես աշնանը ուղղայցա պետք արի, բոլոր փաստացքներ ես կարող եմ ներդարձնել, Իսկ փոքր տղան։ չկա, փոքր տղաս էլ նորից էլի գլխի խնդիր ունի, էլի ուժման կարիք ունի, փաստացքներ ես կարող եմ ներդարձնել, բոլորը թափանցիկ են, որևէ խնդիր չեմ տեղ։ Ես ուզում հասկանամ դուք ինչ մեղք եք գործել երկնային գրասենյակի առաջ, որ ձեր երկու տղաներն էլ այնպիսի հիվանդության տեր են դարել, որ ոչ նա չի կարող ծառայի։ Այսինքն Թորգոմ Սուքյասյանը աշխատում է Շիրակի մարզի գազի վարչությունում որպես տնօրեն, փաստորեն կարում է, իսկ Նարեկ Սուքյասյանը 15/09/2000 թվականի ծնված Եվս աշխատում է Արթիկի գազի գրասենյակում որպես աշխատակից։ Ուզում եմ հասկանամ այդ դեպքում բանվոր, ահա։ Դուք էլ երկար տարիներ եղել եք Նոր կյանք Շիրակի մարզի Նոր կյանքի ղեկավարը, նախկին հանրապետական, չէ՞, հանրապետական կուսակցության անդամ, ինչը ոչ։ Ոչ, կուսակցական չեմ եղել, պարոն։ Դուք երբեք կուսակցական չեք եղել։ Ոչ, Հիմա էլ կուսակցական չեք։ հիմա էլ կուսակցական չեմ, այո։ Հիմա էլ կուսակցական չեք։ Իսկ Նարեկ Սուքյասյանի մոտ պատահմամբ գլխուղեղի կիստատ չի ախտորոշումը։ Դե այնտեղ բան է, հա, ինչքան հասկանում եմ, որովհետև ինքը բանի մեջ է գնում, էլի, մեկ է միամիտ, ասենք ուշ կասնում է։ Ահա։ Միամիտ դեր ուշ կասնում է, էդ է։ Ահա։ Այդ բանը գլխուղեղի կիստանա, որը կառավարության որոշմամբ այս տարվանից այլևս դրանով մարդ չի ազատվում։ Լավ, ես դա էի ուզում, Ես դա էի ուզում ճշտել ձեզանից, հասկանալի է, լավ։ Մնացածը կպարզի զինվորական դատախազությունը, շնորհակալություն։ Ուրեմն մենք զրուցում էինք Արթիկ համայնքի աշխատակազմի ղեկավար Արա Սուքյասյանի հետ, ով ունի երկու տղա, երկուսն էլ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Մեկը Թորգոմ Սուքյասյանն է, ով կաշխատե Շիրակի մարզի գազի վարչության տնօրենն է, ծնված 22/06/92 թվական, մյուս որդին Նարեկ Սուքյասյանն է, էսիկել ծնվել է 15/09/00 թվականին, էլի կաշխատե Շիրակի մարզի Նոր կյանքի գազի վարչությունում որպես բանվոր։ Հիմա երկուսն էլ ազատված են զինվորական ծառայությունից, երկուսն էլ հիվանդ են, Աստված սարդեսեց ծուլ դրե։ Ինչևից է այսօրով այս հարցով թող զբաղվի մեր զինվորական դատախազությունը, ում քիչ ուշոտ կզանգենք։ Անցանք առաջ։ Так, ստե ով է։ Հələ մի հատ մեկ փորձենք։
ինքը Հայաստանում չէր։ Մեր արտիգի աշխատակազմի ղեկավարը գնացել է արտասահմաննիքը մանկուգա։ Մեր հաղորդումը այսօր շատ հետաքրքիր պիտի լինի։ Համբերեք, ամեն ինչ արջևում է։ Ուր այս անտերը։ Սման խառը համարներով օր գտեսնիմ չեմ կողնորոշվե։ Ինչը պիտի զանգենք։ Ալո, ալո, դիք մասիս, այդ բանը մասիսնա չէ, մասիսի շատ հաճելի է, բանը գյուղ ձորակ, ձերն ամ։ Այո, իհարգե, հենց հիմա ներգանամ, Վարդան Ղուգասյան, Երևանն է խոսում ծրագրի շրջանակներով, զանգահարել ենք ձեզ։ Մենք չենք կրնա կապնվել ընկեր Դավիթի հետ։ Ուրեմն մասիս գյուղ ձորակ Ռաֆու փողոց 27 տուն։ Գրեցիք։ Մի րոպե։ 27 տուն։ Այո։ Այդ 27 տան դեմը ուրեմն կա էլեկտրասյուն, որը արդեն կոտրված վիճակում է։ Այնտեղ մի հատ հետև բան ընկնամա ու այդ սաղ լարերով, մարերով ընկնամա ժողովրդի վրան ըլլամեն բիզիմդիր։ Քաղաքացին 10 անգամ հազանգել է ձեզ, որ այդ սան հարցը լուծվի։ Փոխանցեք Տիգին Արուսի որդուն Դավիթին, որ այդ սան հարցը մաքսիմալ արագ թող լուծվի։ Ադիք մեր խնդրանքն է։ Լավ։ Շնորհակալություն։ Անպայման։ Հաջողություն ձեզ։ Տենանք ինչ կենե Տիգին Արուսի տղեն։ Կենե թե չի ենե։ Ես անդերն ինչ է լավ։ Так, անցանք առաջ, հաջորդը, հետաքրքիր տեղ ենք զանգում։ Հետաքրքիր տեղ է։ Բարի գալուստ Toyota Երևան ընկերություն։ Հայերենի համար սեղմեք 1։ Добро пожаловать в компанию Toyota Yerevan. Это культурական։ Языка нажмите 2. Welcome to Toyota Yerevan. For English press 3. Բենաս։ Ավտոմեքենաների սպասարկման հետ կապված հարցերի համար սեղմեք 1։ Պահեստամասերի հետ կապված հարցերի համար սեղմեք 2։ Ավտոմեքենաների վաճառքի հետ կապված հարցերի համար սեղմեք 3։ Օպերատորին միանալու համար սեղմեք 0։ Toyota Yerevan. Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, հարգարժան օպերատոր, պարոն Վահեն Գզրարյան, տեղում է թե ոչ։ Վահե Գզրարյանը այստեղ այլևս չի աշխատում։ Բա ինչ եղավ։ Տեղափոխվել է։ Ուր գնաց այդ մարդը։ Տեղափոխվել է ուր։ Միացրել ընդունարան։ Ահա, ձեզ էլ առողջություն եմ մաղթում, միացրեք ընդունարան, հա։
Ալո։ Ալո, բարև ձեզ։ Մենք ցանկանում ենք զրուցել Գզրարյան Վահեի հետ, եթե կարելի է։ Ճիշտ ասած Գզրարյան Վահեն տնօրեն չէ, այլևս Իսկ եթե դուք իս բավականին հետաքրքրասեր չեք համարի, եթե ես հարցնեմ, իսկ ուր է պարոն Գզրարյանը։ Ճիշտ ասած տեղեկություն ես դες բաներով չեմ զբաղվում։ Ինքը տեղափոխվել է այլ տեղ աշխատանքի։ Գաղափար չունեմ, կներեք, ով եք։ Ներկայանան Վարդան Ղուկասյանն է։ Իսկ ով է ձեր տնօրենը այժմ։ Արամայիսն է։ Արամայիս ազգանուն ունի։ Ինչպես դիմենք պարոն Արամայիսին։ Տեղում չի ինքը։ Ես չեմ ասում միացրեք իրեն, ես ասում եմ ինչպես դիմենք պարոն Արամայիսին, ազգանունը ո՞նց է այդ մարդու։ Մայրապետյան։ Մայրապետյան։ Շատ ներողություն, դա պարոն Մայրապետյանի որդին է։ Եկել ձեր մոտ տնօրեն։ Չգիտեմ։ Հա, դուք չգիտեք դաժե, իսկ հայրանունը ո՞նց է։ Մենք գրություն ենք ուզում ուղարկում։ Դուք ձեր տնօրենի հայրանունը չգիտեք, աղջիկ ջան։ Գրություն ենք ուղարկում, ո՞նց գրենք, անուն, ազգանուն, հայրանուն։ Ինչ թար դիմենք։ Ինչ դժվար հարց էր։ Սենց վախում էին մեկ էլ 37 թվից Ստալինի զանգից երևի։ Ալո։ Всё։ Արամայիս Մայրապետյան։ Ամենայն հավանականությամբ սա հայտնի Մայրապետյանի հետ կապ ունի։ Մենք զանգահարել ենք Գզրարյան Վահեին էինք ուզում, ով մինչ այդ եղել էր փաստորեն Ռոբերտ Քոչարյանի Սեթոյիս Toyota սերվիզի տնօրենը, ում որդին Գզրարյան Վիգեն Վահեի 25/05/2002 թվականի ծնված ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից։ Բնականաբար բանակը նախատեսված է աղքատնիքի համար։ Սա մեզ մոտ նշենք, հեսա մենք այս ամենով վերջում կասենք, փիղն ինչ սողուն է։ Так, խնայենք մեր ներվերը, անցնենք առաջ։ Հաջորդ զանգը մենք իրականացնում ենք այլ օլիգարխնի հիմնարկ։ Մի վարքյան, ստեղ մի քիչ նուրբ է պետք։ Ահա։ The number is currently busy. Քան ուժուն են խառը համարներ է գալի։
Ալո, բարև ձեզ։ Բարև։ Հախվերդյան շին մոնտաժ։ Այո, Ում հետ եմ խոսում կներեք։ խանութ եք զանգել, ասեք։ Խանութ ենք զանգել, մեզ հարկավոր էր ձեր տնօրենը, Հախվերդյան Վարդան։ Այո։ Ինքը տեղում է կամ իր կինը, Անուշը։ Չէ, այսօր դեռ չեն եկել իրանք։ Դեռ չեն եկել, բա ոնց կապնվենք իրանց հետ։ Զանգեք հաշվապահություն, եթե համար կտրամադրեմ, 23 43 30։ Ունենք այդ համարը, եղավ, շնորհակալություն։ Հա, խնդրեմ։ Մեծահարուստնի են ժամը 10:40-ը գործի չեն եկել, հաշվապահությունում էլ եթե մասեք սպա տելեֆոնում։ 10 անտեր մնաց 23 քար 3 եւ 2 Հաշվապահությունն էմա։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քարն այ մորդ։ Հետո ասում են չենք նայում, արդեն բերան ասում են զանգը մա, չվեգալեք։ Ալո։ Բայց հիմա ես անջատեցի։ Ալո։ Ներողություն, ձեր հաշվապահությունը մարդ չի վերցնում, ինչու՞։ Ինչ է ձեզ պետք։ Մեզ հարգարժան Վարդանն էր պետք։ Ո՞վ։ Վարդանը։ Ո՞վ է հարցնում։ Վարդանն է հարցնում։ Վարդանին Վարդանն է հարցնում։ Հա։ Ինչու եք հարցնում։ Կանոտել եմ։ Բարձր, ինչու չեք ձերքի համարը զանգում։ Այ որ ձերքի համարը տակ մեծ հաճույքով կզանգենք։ Բա որ դու Վարդանին լավ ճանաչում ես, ինչու ձերքի։ Որովհետև համարը կորցրել եմ։ Բարձր։ Հեռախոսով հանդերձ։ Այս համարն էլ վեկալել ենք Սփյուռից։
ոչ Անուշին են կարամ զանգենք, ոչ Վարդանին են կարամ զանգենք, ոչ Վիլիկին են կարամ զանգենք։ Համարները կորցրել եք։ Ինչ հարցով եք ուզում, որ ես կփոխանցեմ, ասեք կփոխանցեմ։ Դուք ինձ ասեք ավելի շուտ, երբ է մեր Վարդանը գործի գալու։ Վարդանը աշխատանքի մեջ է, բայց հələ որ ինքը հեռախոսին հո չի պատասխանելու, մենք ենք պատասխանում։ Ինչի՞ չի կարելի հեռախոսին պատասխանել։ Ինչ։ Ասում եմ չի կարելի հեռախոսին պատասխանել։ Ինչու՞ չի կարելի, բայց տվյալ համարով որ զանգել եք դուք։ Ահա։ Իմ հեռախոսը համարն է։ Ահա։ Ես էլ ասում եմ, ինչ որ ասելիք ունեք, ասեք փոխանցեմ։ Okay։ Ուրեմն մեզ հետարքիր է մեր Վարդանի տղա Հախվերդյան Վարդանի տղա Վիլիկը երբ է գնալու բանակ, այդ հարցի պատասխանը կարաք տաք։ Բայց հələ դեռ շատ շուտ է որ գնա։ Ինքը 10 տարեկան է։ Հա? Ինքը 10 տարեկան չկա։ Ոչ։ Ինչքան է։ Փոքր է։ Ինչքան 3, 4, 7, 8, 10։ Սիրելիս ես աշխատանքի մեջ եմ։ Ահա։ Ինչ որ քեզ տվյալներ են տվել, շատ սխալ տվյալներ են տվել, ասեմ իմանաք դուք։ Ահա։ Եղավ։ Հիմա 2006 թիվը 18 տարեկան չի։ Ոչ։ Բայց ինչքան է։ Լավ ճշտեք իմանաք քանի տարեկան։ Դե ասում եմ 2006 թիվ։ Լավ, արդեն չեմ ուզում բանավեճի մեջ դες հետ մտնեն։ Ահա, լավ, մնացածը մենք արդեն բանավեճը կանենք զինվորական դատախազության հետ, լավ, բարևներս Վարդանին։ Ասում եմ փոքր է, շատ, ես էլ փոքրացավ, են մեկը հիվանդացավ, են մեկը փոքրացավ։ Ես էլիս բարան թքեզ այսօր պեդիմ, իրար հետևից, մի րոպես տեղ ես, տողունիկ ես ասել էի, որ եթերի մեջ հարգելիս, ասում ենք շատ փոքր է, շատ, ենք տծկեր է, ծիծակուտա, այդպես փոքր է, Малация Себастьян Восկանյան 75А, приехали мусор собирать, спасибо, Վարդան ջան, уже ցույց են տալիս զիբիլը, մի րոպե տեղադրենք, որ մեր ժողովուրդը տեսնի, ինձ չասեն Վարդան Ղուկասյանը քանակից դուրս օիններ կհանի, էտա համայնքապետերն վատակ աշխատեն, խնդրեմ դրուկա, զիբիլն էլ հավքուկա, եկել են, տակ չստեղ մի հատ տղա կար, մի րոպե ժողովուրդ, ես ասեցի, որ չենք զանգում, տեխնիկական խնդրի պատճառով, բանից պարզվեց, խնդիրը դզվեց, ով էր այդ զանգողը, մեջ ենք կրտնենք ենքան մարդագրել, մի րոպե, սիրելի ժողովուրդ, так. Հազար անգամ ներողություն, բայց ես ինչ խորհուրդ ձեզ կարող եմ տալ հողատարածքի վաճառքի հետ կապված։ Եթե դուք հողատարածք ունեք վաճառելու, վաճառեք, ես ինչ խորհուրդ տամ ձեզ։ Եղան խայտարոք։ Ինչ հարցով ասես գրում են, ինչ հարցով, սկսած հողատարածքի վաճառքից։ Հա, հեսա, մի րոպե։ Ես հիմա կզանգահարեմ իրեն։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Գեղամ։
Ես չնայած ասել էի, որ ձեզ չեք զանգարի, որովհետև տեխնիկական խնդիր եղավ, բայց որ տեխնիկական խնդիրը լուծվեց եթերի ժամանակ, այդ իսկ պատճառով ես զանգարեցի ձեզ։ Մի երկու բառով ասեք ով եք եւ ինչ եք ուզում մեզանից կամ առհասարակ ինչ խնդրի առաջ եք դուք կանգնել, ոնց հասկացա հաշվանդամություն ունեք եւ ձեզ զրկել են հաշվանդամության թոշակից։ Այո, պարոն Գայսյան, 16 թվականից զինվորական եմ եղել, զինվորական հաշվանդամություն եմ ստացել։ Ահա։ 19 թվականից վիրահատվել եմ 21 22 թիվը ես ստացել եմ զինվորական թոշակ հաշվանդամության։ Ահա։ Դեռ կարդիոսիմուլյատոր, ապարատ սարտիբուրետի, չմա մնալու է։ Ահա։ 23 թվականին Կամիսա հանձնելուն Երևանի 09-11-23 թվականին իսկ կամիսան մերժեց, ասում եք առողջեք ձեզ չի ասնում զինվորական թոշակ։ Իսկ շատ ներողություն, դուք հաշվանդամության որ կարգ ունեք, երրորդ, երկրորդ։ Երրորդ կարգ։ Երրորդ կարգ։ Բանը ձեր դիագնոզը։ Բանը կարդիոսիմուլյատոր, սրտի ապարատ։ Էլ Այդ 1-20 թվի պատերազմի երկու վիրահատություն եմ տարել մեջքի խնդիր։ Ահա։ Եվ հիմա կարդիոս սիմուլյատորը ձեր վրա դրած է եւ ձեզ ասում են դուք առողջ մարդ եք, կարող թռնեք տեզերք։ Այո, 3 տարի ես ապանը թոշակ ստացել եմ, 23 թվի կտրեցին թոշակը, ասում են դուք առողջ մարդ եք։ Ես էլ ասում եմ, որ առողջ մարդ է, տեղեկան տվել կարդիոսիմուլյատոր հանենք, ես ծառայությունը վերականգնեմ։ Ահա։ Պատերազմի կամավոր մտնակցել եմ։ Եվ ասում են չենք ասում դու առողջ ես։ Պրոստը քեզ թոշակ չի ասում։ Ուղղակիորեն պրոստը քեզ թոշակ չի ասում։ Իսկ 2023 թվականի այդ նոյեմբերի որոշումը դուք բողոքարկել եք։ Այո, բողոքարկել են, գնացել եմ գլխավոր տեղանքից, իրար սոստը նայել են, ոչ մի ասենք իմ տվյալները ոչ նայել են, որ 3 րոպե հետո ինձ ասեցին, որ ոնց գրածը ասեց, մենք ուրիշ բան չենք կարող անենք։ Իդի նախույ։ Իսկ բան կրկնակի թոշակավորման համար դրա կարգը ոնց եք դիմում։ Նորից պետք է այդ ամիջանոցից ստուգվեն, նորից տեղեկանք վերցնեն։ Բայց այդ ապարատը որ ծմա, ասենք կարա մեզ նորից ստուգվեն, նորից վեկալեն, բերեմ նորից կամիսայի։ Ուրեմն եկեք sense պայմանավորվենք։ Ես այս թոշակավորման կարգից այդքան շատ լավ չեմ հասկանում, եւի բախտի բերմամբ թե պատամամբ, քանի որ ձեզ կտրել են նոյեմբեր ամսին եւ 6 ամիս արդեն անցել է, ինձ թվում է դուք էլ չեք կարող սա բողոքարկեք, այսինքն նորից պիտի գաք չէ ներկայանաք թոշակավորման համար։ Այո։ Ուրեմն դուք գնացեք ձեր բժշկական փաստաթղթերը վերցրեք նորից։ Երբ որ բոլորը ձեր մոտ կլինի եւ պատրաստ կլինի, կամիսիա մտնելուց առաջ կապնվեք մեզ հետ կամ կկապնվեք մեր ավականու անդամներից մեկն ու մեկի հետ, ես հեսա ձեզ կտամ հեռախոսահամար, ես կխնդրեմ ավականուն, որ ձեր հետ միասին գան կամիսիայի տեղը եւ ցանկացած բարդություն առաջանալու դեպքում հենց այնտեղից զանգահարեն ինձ։ Գրեք հեռախոսահամարը։ 094-ով 33 77 76 Անի Խուդավերդյանի հեռախոսահամարն է, ավականու անդամ, կամ Անի Խուդավերդյան, այո, կամ 099 008 084 099 008 084 դա Գրիգորի հեռախոսահամարն է, այս համարները պահեք ձեր մոտ, թղթերը հավաքեք, կամիսիայից առաջ զանգում եք ինձ, ես մարդ եմ դնում ձեր հետ, մեր ավականները գալիս են եւ ներկա են գտնվում ձեր հանձնաժողովին, ուզում եմ տենամ այդ որ մի բոզի տղեն պիտի ձեզ կտրի։ Հաջողություն ձեզ։
Так, հաջորդ ինչ, հա, ստեղ էս մարդն ատանջվում ես, ինչ հասում ես նեղ մանջալեն եւ չի թողում էֆիր շապ։ Էս ինչ շաղերգ ես նոր տեսքան։ Ալո։ Բարև ձեզ, պարոն Նիկոլյան, մենք եթերի մեջ ենք, տեսա, որ դուք 100 հատ նամակ եք ուղարկել։ Բարև ձեզ, պարոն, ես տեսա, որ դուք 100 հատ նամակ եք ուղարկել, ես ընդհատեցի, որովհետև մենք կարևոր բաներ ունենք, ասի լավ, հələ տեսնեմ ինչ է պատահել, որ պարոն Նիկոլյանը ինձ 100 հատ նամակ է ուղարկել, գրել է սենսացիոն Snoop News Urgent Explosive Round։ Ասեք տենամ։ Այո, 100 չի, 251 ճիշտ ասած։ Կներեք։ Ուրեմն, առաջինը ասեմ, 3 տեղեկություն։ Ապա։ Ամենաառաջինը, ինչպես դուք հաստատում եք, այսօրվա մեր կառավարությունը ոչնչացնում է հեմ բանակը, հեմ ազգային անվտանգությունը։ Այո։ Ես պաստեր ունեմ, ես պետք է մեկնեմ Ֆրանսիայից կամ ցեզ մոտ, որ այդ պաստերը հիմքերը ցեզ հանձնեմ, սա առաջին։ Երկրորդը, ուրեմն 3, եթե պետք է այդ վիդեոն էլ ցեզ ուղարկեմ, բայց ֆրանսերեն անգտարտմանինք, զանգել եմ PGM ընկերություն, PGM Industria ընկերություն, նրանք են, որ Հայաստանին ծախել են կոնտրակտով զենք, Ultima Ratio Sniper-ի զենք։ Ցավոք սրտի, մեր կառավարությունը որոշել է միայն ու միայն 3 միլիոն դոլար մի բնակարանի գինը Փարիզին, այդ զենքերից առնի, կալիբր 6.7, դուք շատ լավ հասկանում եք ինչա կալիբր 6.7։ Մարդու համար է, բայց ավտոբլինդաժը չի խփում, մեզ պետք է 12.7 կալիբր, նրանից չեմ արում, բայց թեկուզ այդ 6.7 կալիբրը որ արել են, այսօր PGM ընկերությունը, որ խոսացել են, Չեխիալը համարվում այդ պայմանագիրը, քանի որ հայերը, ցավոք սրտի, Սուրեն Պապիկյանը, իր պաշտպանության նախարարությունը չի հարգում այդ պայմանագիրը։ Այսինքն, մի րոպե, այսինքն, մի հատ եկեք ավելի չակերտները բացենք, հասկանանք։ Ես հայտարարել էի, եւ ոչ միայն ես, այլ նաեւ լրատվամիջոցները, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառելու է զենք եւ զինամթերք։ Որոշակի քանակ արդեն վաճառել է, ավտոտեխնիկա եւ այլն, այդ չմանրանանք։ Հիմա դուք խոսում եք փամփուշտների մասին, 6.7 մմ-անոց, եւ Հայաստանը առնում ընդամենը 3 միլիոն դոլարի, չէ՞։ Փամփուշտը չի, զենքերը։ Ահա։ Հիմա ի՞նչն է պատճառը, ես ուզում հասկանամ ինչ քաքակերեստ է Սուրեն Պապիկյանը, որը առաջացել է ձեր զայրույթը։ Ուրեմն Սուրեն Պապիկյանը կոնտրակտ ունի, պայմանագիր կա, ժամկետ կա, փոխանցումի փողը 1000 այդ կոնտրակտի մեջ տարբեր կետեր կա։ Այդ տարբեր կետերի գլխավոր մասերը Պաշտպանության նախարարությունը Հայաստանի չի հարգում, նրա համար ֆրանսիական այդ սեփական ընկերությունը ասում է, եթե չես հարգում այդ պայմանագիրը, սիկտերդ կաշի, մենք հո հետ չենք աշխատելու։ Այդ եմ ուզում հասկանամ, ինչ քաքակեր է, փող պիտի փոխանցի, չի փոխանցում, ինչ արե։ Դենց խնդիրներ կա, ճիշտ ասած, նրա համար Սուրեն Պապիկյանը, որ հիմա գտնվում է Բուլղարիայում, Պլոդիվ, զենք զնամթերքի սալոնում գնամ ընդեղ շոանի, մտում ինքը մեծ մարդա, դպրոցի ուսուցիչ դարձել է ինչ-որ ապարովի նախարար, մի քանի օրից կլինի Փարիզում, հենց իմ դան գողքը Եվրոսատորի ռազմական սալոնում։ Ահա, բա հիմա դուք չեք ուզում այդ ռազմական սալոնում ձեր զենք զինամթերքը ցույց տաք Պապիկյանին։
դե նրա համար խնդիրը այդ սալոնը մտնելու համար շատ դժվար է, բայց ֆրանսական դեպուտատներ, որ ինձ ճանաչում են, ինձ հաստատել են, որ հրավիրադոմս կուղարկեն, բայց հիմա գիտեք ինչն է խնդիրը, Էմանուել Մակրոնը, որ բարում է Քոչարի Փաշինյանի հետ ֆրանկոֆոնայում, ծռել է, ոչնչացրել է ազգային ժողովը, էլ դեպուտատ չկա, էլ հրավիրադոմս էլ չկա, պիտի մուկի մեզ, ինչ որ դրին դագից մտնեմ, որ բռնացնեմ Սուրեն Պապիկյանին ընդեղ։ Իսկ երրորդը, ինչը որ դուք ուզում եք մեզ ասել։ Երրորդը, եթե Հայաստանի կառավարությունը այսօր, որ իշխում է նախկին լրագրող, շատ ուժեղ դերասան Ջորջ Կլուքնեից ավելի ուժեղ, ինչ անունը, Նիկոլ Փաշինյանը, եթե 3 միլիոն կամ 4-6 միլիոն չի տալիս բանակին կամ Հայաստանի ազգային անվտանգությունին, բայց նոր սենսացիոն, Հայաստանի կառավարությունը փոխանցել Ֆրանսիայում 23 միլիոն եվրո ու արել են թազա շենք, որ լինի թազա տեսփանադան, այն որ մենք տեսփանադան արդեն շենք ունենք 1993, ինչի համար, քանի որ մեծահարուստ Ֆրանսիայում բարոն Սարգիս Բեդոյանը այդ շենքը որ արել էր ու ուզում էր նվիրել Հայաստանին, դրել է ձերքը հայ եկեղեցու ցերկը նշանակում է Էջմիածին, այդ արումով Ժակ Շիրակի մոտ գնացին ժամանակին, որ նալոգ չնի, քանի որ գիտեք նալոգը ինչպես խնդիր է Ֆրանսիայում, ուրեմն այդ օրվա Հայաստանի Հանրապետությունի տեսփանադում Փարիզում, որ այդ 30 տարին լրացել է արդեն մի քանի ամիս առաջ, ինչ անում վեհապարը Կարիկինը, Սիկտիրակաշուն հայ տեսփանադանին, Փաշինյանին, Հասմիկին, այստեղից դուրս եկել։ Նրա համար նոր ծախս են արել 23 միլիոն եվրո շենք են արել, որ այդ շենքը ավելի լավ տաղամասում է, ասենք այդ տաղամասն էլ վատը չէ, ու եղել է Վալերի Ժիսկար դ'Եստեն Ֆրանսիայի նախագահի սեփականությունը։ Էսի երրորդը սենսացիա։ Այսինքն հիմա մի րոպե, ավելի հայերեն լեզվով Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, որը պատկանում էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սեփականության վրա է, Գարեգին ամենահայոց կաթողիկոսը Սիկտիր է արել դեսպանատան աշխատողներին, ասել է «Էս իմ շենքն է, հելեք ռադելեք», եւ դրանից ելնելով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել 23 միլիոն եվրոյով նոր դեսպանատուն Փարիզում։ Ես ճիշտ հասկացա։ Այո, 100%։ Ապրի Գարեգին։ Ու սենսացիոն լուրը, ինչպես գիտենք, Ֆրանսիայում մի քանի փոքր գազམ་ագերբություններ կան, որ մի քանի անդամ ունեն, այդ գազམ་ագերբությունների մեծամասը Մուրադ Պապազյանի պոզիտղայի դաշնակի իր հայրի հետ մտել են հայ քաղաքի CCAF-ի որ ղեկավարն է, այդ CCAF-ը որ եղել է իր ժառանգորդ կոմիտե 24 ապրիլ, որ ամեն տարի միլիոներներ են ծախսում մի հատ ջաշկերույթի համար, որ գնում է Ֆրանսիայի նախագահը, այդ արդեն Մակրոնը 3 տարի բոյկոտ անում չի գնում, քանի որ Մակրոնը ֆրտել է եւ նրա համար Մակրոնը դվել է Փաշինյանին պաստերը հիմքերը ով իրան վրան հարցակվել, դեմորադի տղակներն են, շուները, հիմա խնդիրը ինչ է, այդ նույն հաստագլուխները ուզում են մտում մեծ բան անեն, բայց էդի դատարկ ջուր է, նրա համար հիմա ինչն է մեր խնդիրը, ինչպես գիտեք Ժորդան Բարդելա, Մարին Լեպենին, նասիոնալիստ գուսակցությունը արդեն Եվրոպարլամենտ աշահել, ու Մակրոնը տրվել է ազգային ժողովը, մի քանի օրից կլինի նոր դեպուտատներ, վախ հայերի կողմից ասենք այս երկու դեպիլներին, որ նասիոնալիստները ղեկավարեն, բայց իրանք այդքան են դրքել սրանց վրա, որ արդեն կապը անջատված է։ Հիմա մեր խնդիրը ինչ է, հաջորդ ջաշկերույթը,
Եթե Ժորդան Բարդելլա մի քանի օրից լինում է նոր վարչապետ ու չի գալու բոյկոտան, բայց ճաշկերուտ հայտարարության հաստակալուխների ով է լինելու երկու տիկին Վալերի Պետրես ու Ան Իդալգո Փարիզի Սիբիլանոցի քաղաքապետ նրա համար մենք հիմա ստեղծում ենք Ֆրանսիայում ֆրանսահայերի ազգային ժողով այդ երեք օր գնացել եմ Հայ Կաղոթի հետ հանդիպել եմ մեզ ու Ստրասբուրգ ու ոչ եմ անում հայերին Ֆրանսիայում միանալ նոր Ֆրանսիայի հայերի ազգային ժողովում որ չլինի դաշնակի լծակ, սրան լծակ, նրա լծակ, այցես նման հայասեր, Հայաստան ու վերջ, ինձ հետաքրքիր չի, Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլը սրան գալիս են գնում են, բայց մեր ազգը մնալու է, ու պետք է հզորացնենք ոչ միան Ֆրանսիայի սպիրկը, այլ աշխարհի սպիրկը, Հայաստան աշխարհ։ Հասկացա ես ձեզ, եղավ, շնորհակալություն ձեզ, մենք շարունակենք մեր եթերը, մերսի բարոն Նիկոլյան, մնացածը երեկոյան ես կարադառնամ, լավ եղեք։ Մերսի։ Մենք տելեգրամ տեղադրեցինք Հախվերդյան շինմոնտաժ ընկերության, որ ասեց փոքրաշատ երեխեն ծծկերա Հախվերդյան Վիլիկի նկարը 2006 թվականի ծնված, ով բնակվում է Նոր Նորքի զինկոմիսարիատնա եւ արդեն դասավորել է բժշկական փաստաթղթերը, որով որ պիտի ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից։ Մյուսը մեր հյուրը, ուրեմն մենք չունենք հեռախոսահամարը ցավոք սրտի, մյուսը վերաբերվում է Վահրամ Գուրողլյանին, ով տևական ժամանակ աշխատել է Սերելի ժողովուրդ Պեկում, Ռոբերտ Քոչարյանի թայֆից, ուրեմն ունի 24 գույք եւ 1 միլիարդ 81 միլիոն դրամի գումար, բացի այդ գույքը, ունի երկու որդի Վազգեն Գուրողլյան, որը չի ծառայել 99 թվականի ծնված, եւ Էդուարդ Գուրողլյան։ Մի րոպե սրանց լուսանկարները մի րոպե ես դնեմ, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, ինչի հետ մենք գործ ունենք։ Это գլամուրնի Իար հետևից, это կուլտուրական ժողովուրդ, բանակը աղքատներից համար է, մեծահարուստ մարդը, ով ունի 24 գույք անշարժ, եւ 1 միլիարդ 81 միլիոն դրամի գումար, նրա առնանդամի գագաթնակետը կգնա բանակ, եւ ամենահետաքրքիրը ստեղ որն է, այս մարդը նկարված է Ռոբերտ Քոչարյանի հետ, ու ինչ ասեմ, ստեղ մի րոպե այս անունը գրեմ, Վազգեն եւ Էդուարդ Գուրողլյաններ դնենք ես նկարը, խնդրեմ մտեք տելեգրամ նայեք, ավելի պատկերավոր լինելու համար, ու ինչա գրած նկարի վերևը, Էդուարդ Գուրողլյանն է կիսվել, հանուն լավ ապագայի։ Էդուարդ Գուրողլյանս 2004 թվականի ծնունդ է, պիտի արդեն բանակից հեսազորացրվեր գար, բայց մարդը բանակից նորից թռած է, պապան միլիարդատերի, եւ մի հատ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ նկարված գրել է հանուն լավ ապագայի։ Եվ այսօր էլ հանուն լավ ապագայի ընկեր Բգոն ուզում է ժամը 3-ից հետո մտնի ազգային ժողովի շենք։ Մենք դրանք այսա կանրադառնանք։ Так, հիմա вторая часть Марлезонского балета Ура, ура, ура.
Մտեք Telegram նկարներ նայեք, սերի ժողովուրդ։ Ոչ ասեն սուտա։ Զինվորական դատախազությունում մարդ չկա։ Էլիս Բայրանն մեռերա։ Լակիրովնի դագաղով զինդատախազին դուրս են բերել։ Հետո նստում է ընկեր Նիկոլը։ Կառավարության նիստի ժամանակ մթում նիստանը բանակից ազատվածների թեմայա բարձրաձայնը։ Ասեմ չէ, 50,000 մարդ կազատված։ Բայց մի հատ չի վեկալեմ, սեն չի զանգում են, որ դնում էր հեռախոսը դեմը, դարև ձեզ հետ Նիկոլ Փաշինյանն ա խոսում։ Ատես մի հատ չի վեկալեմ զանգի ինգեր զինվորական դատախազություն, այսեց 25 12 30 Զանգեր ընգնում ասի բարև ձեզ Պարոն Էլիս Բայրան, ձեզ հետ վարչապետն ա խոսում, ու սկսի հարց տալ, մի հատ կբացատրես, ես ոնց հաստացում ես չորն ու ցավը, ընկնումա միայն հարուստների երեխեքի ջանին, այդպես ոնց ալեմ, մի հատ աղքատ երեխա չի հիվանդանա, զանգում ենք, Գրիգոր Էլիս Բայրանի կաբինետը մարդ չկա, քարտուղարուհուն ա ծսցնեմ, դե քարտուղարուհինայան ծսցնեմ, ես չգիտեմ, բայց եթե բերանները ազատելի, մեկը կվեկալի կասի այլո։ Չկա, ատենց հիմնարկ գոյություն չունի։ Աշխատանքային ժամը 11-ից 13 րոպե։ 11 անգամ ամբողջ զինվորական դատախազությունը ծսցնի Գրիգոր Էլիս Բայրանին։ Սրտի զանգեմ։ Չէ՞ ո՞նց հաստացում են։ Տարոն Մակարյանի երեխեքը, Վովայի տղեն, ինչեր են, Մարտունիկ, դրա եթմները, սմ հմեն, չորը ցավն, գյուքյա իմենո հարուստ երեխի հետևից, աղքատ երեխի կչեն հիվանդանամ, լրիվ զինակոչիկ է։ Զինվորական դատախազի ընդունարանը մարդ չի վերցնում։ Ուզում հասկանամ չվերցնել, ես ուզում հասկանամ չվեկալելով, անտեսելով, հիմա օրինակ այս եթերը հենց վերջացավ, սաղ TikTok, YouTube, Telegram, Facebook, ինչքան սոցցանց կա, այսենց մաս կտրտելու են, էլ ես ամբողջականը չեմ ասում, մաս կտրտելու են ձեր նկարներով, բաներով, սաղ տեղադրեն։ Լավ, մինչև երբ շարունակվելու գլուխը ավազի մեջ մտցնել և չնկատել։ Մենակ ամենավերջի տուպույ բոզի տղեն կարաս հենց բանանի, Աննա Վարդապետյան, այսօր եթերով, ես քեզ անելու եմ ծվեն, որ քո զինվորական դատախազ բոզի տղեն տեղում չի։
Հովհաննեսյան Մայոր Մկրտչյան։ Հիմնարկալ։ Բարև ձեզ Մայոր Մկրտչյան։ Մայոր Ղուգասյանն, ոնց եք, լավ եք։ Լավ, մերսի։ Խնդրում եմ եկալ եք թուղթուգրիչ։ Քանի որ մենք զինվորական դատախազություն չունենք, մեռել են։ Դա համար ես փոխանցում եմ ձեզ։ Ուրեմն խնդրում եմ գրեք Էդուարդ Վահրամի Գուրօղլյան։ Վահրամի Գուրօղլյան։ Գուրօղլյան։ Հերը աշխատել է Պեկի ներքին անվտանգությունում, մեծահարուստ մարդ է։ Գուրօղլյան, ծնված 14/01/2004 թիվ։ Շատասիրեմ Ռոբերտ Քոչարյանին։ Ներքևն ավելացրեք, եղբայրը Վազգեն։ 08/01/99 թիվ, արդեն 27-ը լրացել է, բայց եւ այնպես ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից եւ ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Հաջորդը գրեք։ Մի րոպե, այսինքն երկուսն են զինվորական պարտադիր ծառայությունից ազատված են։ Իհարկե։ Հաջորդը գրեք։ Հախվերդյան Վիլիկ Վարդանի լուսանկարը իմ Telegram կանալում դրված է 2006 թիվ Նորքի զինկոմիսարիատ 7-րդ մասիվ ազատման փուլում է հիմա չոր նման տեղեկություն կա Հախվերդյան շինմոնտաժի տղեն է կազմակերպությունը շինանյութի վաճառքով զբաղվող Մյուսը գրեք ասում եմ հայրը Հախվերդյան Վարդանը Հախվերդյան շինմոնտաժ ՍՊ-ի սեփականատերն է Մյուսը Գզրարյան Քֆուր Գզրարյան Գզրարյան շատ դժվար ազգանուն է Գզրարյան այդ մեր դեմը են Toyota սերվիզը որ կա այդ Toyota սերվիզի տնօրենն է նախկին Գզրարյան Վիգեն Վահեի տղեն է Գզրարյան Վիգեն Վահեի 25/05/2002 թիվ 2 թիվ բնակվող Շիրազի փողոց 30 շենք 58 բնակարան Աչափնյակ ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից Հաջորդը մի րոպե Նարեկ Արայի Սուքյասյան Նարեկ Արայի Սուքյասյան 15/09/2000 թիվ Շիրագի մարզ Գյուղ նոր կյանք ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից իբր թե ունի գլխուղի կիստավ նույն ձևել ազատված է եղբայրը արդեն իհարկե 27 վաղուց լրացել է բայց ինֆորմացիայի համար Թորգոմ Սուքյասյան դրանց բոլորի Թորգոմ Սուքյասյանը 92 թիվը 27-ը լրացել է, դա էլ ազատված։ Ուզում ասեմ երկու աղբեր են, երկուսն էլ ազատված են պարտադիր զինվորական ծառայությունից։ Ես հիմա սրանց բոլորի լուսանկարները կտեղադրեմ Telegram մեր օպերատիվ աշխատակիցների աշխատանքը թեթևացնելու համար։ Եղավ, շնորհակալություն։
Կաշվար։ Մի րոպե, ուր է։ Էսել Վիգեն Գզրազյան, մի րոպե Վիգեն Գզրազյանի նկարներ դնենք, Բոյո Բուսաթով, որ ասեմ Սնեժնի մեժնի, սիրուն սիմպատիշնի տաղո, մեր ռազմականի ժողովուրդը, որ արագ կողնորոշվեն, հմեն ով կա չկա, հմեն ոզատվուկո, պրծավ, սաղ հիվանդեն, Так, если Կարողլյաններ, իշքան որը ազգանուն ասես կա, Գզրարյան, Կարողլյան, եսի մինչ, Так, ստեղի հետ կապված վերջասրեցինք, զին դատախազը նեմա, սատկերա, մնացած այսօր երեկոյան իչուն ծսում, Արարատի քաղաքապետին ծսում, սրանք խնդիրը լուծեցին, անցանք առաջ, սիրելի ժողովուրդ, սիրելի հայաստանցիներ, ես իմ ամբողջ կյանքի ընթացքում, սկսած դպրոցական տարիքից, զզվել եմ կեղծավորությունից, մենք բոլորս էլ ասում ենք, որ զզվում ենք կեղծ մարդկանցից, բայց կեղծ մարդկանց քանակը Հայաստանի Հանրապետությունում չի նվազում, գնալով ավելանում է։ Ես իմ էությամբ, իմ բնույթով, իմ կերպարով եղել եմ այսպիսին միշտ։ Եվ առանձնակի հաճույք եմ ստացել ծառայելով ռազմական ոստիկանությունում գնալ այսենց մարդկանց երեխեքի հետևից, միշտ, ավելի մեծ հաճույքով եմ գնացել, երբեք չեմ գնացել, չգիտեմ, զորամասն ինքնակամ լքած, որ մի 2 ժամով, 3 ժամով, մի օրով, 2 օրով, չգիտեմ, դլոյա կարոտ է, ծլիկա ուզում տենա, ձուկը գրիպ էր, տատին ղզղնել էր, ինչ-որ տենց զինվորների, որոնք որ մի օրով, 2 օրով կամ սամավոր կապ հախեքի գնացել են, երբեք չեմ գնացել նման մարդկանց հետևից։ Եվ գնացել եմ այսպիսի կոնտինգենտի հետևից։ Հիմա գիտեք պարադոքսը ինչու է կայանում։ Ուրեմն այսօր, երբ որ արդեն տևական ժամանակ է, որ բանակը աղքատների համար է, ոչ մի հարուստի լակոտ, ոչ մի դեպուտատի լակոտ, ոչ մի մինիստրի լակոտ, մալը տավով իրանց լակոտները, հլա դրանց սիրուհիների, աղբերների, քրերի, մորքուրների եւ այլն, դրանցից ոչ մեկը բանակ չի գնում։ Չի եթում եւ վերջ։ Եւ սրա հիմքը, այս բոզիտողության հիմքը դրվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, երբ կերան Վազգեն Սարգսյանի գլուխը։ Որովհետեւ եթե այս սենց իրավիճակ բացառվում է, եթե նման իրավիճակ հանգարց Վազգենի կենթանության օրոք, այսինքն կապուտ պապկեն տանեին դնեին Վազգենի դեմը, ուրեմն եւ զինվորական դատախազը, եւ ռազմական ոստիկանության պետը, եւ այդ հանձնաժողովի նախագահան եւ այլն, բոլորը կմեռնեին գրիպից։ Բոլորը։ Ինչ ուզում են թող Վազգենի հասցեին ասեն, որ դաժաներ է, սերեներ էր, այդ մարդը իր երկիրը սիրում էր։ Այդ մարդը իր երկիրը սիրում էր, ինքը պարզ էր, շիտակ էր, ազնիվ էր։ Եվ այդ պարզությունը, շիտակությունը իր գլուխը կերավ։ Գլուխը կերավ այդ երկու բոզի տղեկին, որ ինքը վստահում էր, ասում էր, բանը Սերժի իմ ընկերն է, Ռոբիկը իմ ընկերն է։ Սերժը Ռոբիկն էլ գլուխը կերան արին բիզիմ դիր։ Այսօր այդ նույն ղախպի տղեկը դեմ են տվել մի հատ տուպոյ, բառիս ամենաբուն իմաստով, տուպոյ տերտերի ու բրթում են առաջ։ Գնա, ու իրանք մտում հետևից գալում են։ Եվ այսօր ինչքան այսպես բանակից ազատված կա, թռած կա, բոլորը լսվել են քաղաքական բեմ ու բոլորը ուզում են փրկեն Հայաստանի Հանրապետություն։ Էլ թուրքագետ, էլ արաբագետ, էլ պատգամավոր, էլ եսեմ ինչ խերես գլող եւ այլն։ Բայց դուք այդքան ձեր երկիրը սիրում եք։ Բայց դուք այդքան ձեր երկիրն ուզում եք փրկեք։ Տղաներ, ինգեր Բաղրամյան պողոտայի վրա հալածված ղախպեք։ Ինչի՞ չեք գնացել բանակ, ինչի՞ եք թռե բանակից։ Հա? Նույն Քոչարյանի թայֆեն,
նույն Սերժի թայֆեն, նույն իրանց պապաներով, հորողբերներով այսօր եկել են, ուզում են փրկեն Հայաստան։ Հայաստանի Հանրապետության փրկությունը շատ պարզ է, եթե ուզում են փրկեն։ Ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր են դնում եւ հարցը լուծված է, վերջ։ Ամբողջ խնդիրը կայանում է նրան, որ Հայաստան դաշինքը, որը որ նախաձեռնել է այս ղախպի տղու մտում իմպիչմենտը, ուզում եմ իրենք իրանց կողմից հրավիրված նիստին երեք չեն ներկայացել։ Նիստես հրա, ասիկան պետա բանը իրավական ինչ գրող ու սևցավ հանձնաժողովը, որը որ նիստ են հրավիրում, որ պիտի հարց քննարկվի, իրանց հրավիրած նիստին չեն ներկայացել։ Իրանք իրանց ընդդիմադիր պատգամավորներով 37 ստորագրություն չեն կարացե հավաքեն, որով որ պիտի պահանջեն Նիկոլ Բոզիտովի հրաժարականը, Մարտունիկ, Տարոն, Իշխան եւ այլն։ Ու ամենասարսափելին էլ նա է, գրել են, որ այսօր այս Բոզիտովին առանձնակի ձևով եմ ծծցնելու։ Գեգամ Նազարյան, եթե չեմ սխալվում, մի րոպե։ Այսօրվա եթերը, այո, Գեգամ Նազարյան, որը Ռոբերտ Քոչարյանի պատգամավորներից է, թե ոնց է, ասինքն լավ, տղային զոֆել է, դրան ինչի եք բերեմացրե պատգամավոր, Ռոբերտ Քոչարյան, ասում է իմ տղեն ինձ երազ եկավ, ասեց Նիկոլին ների, դուք պատկերացնում եք, և սա կոչում է ընդդիմադիր պատգամավոր, ասում է ես Նիկոլին ներել եմ, իմ տղեն ինձ երազ այք է, ասել է Նիկոլին ների, բայց եթե քո տղեն է քեզ ասում Նիկոլին ների, բա դու վաղը մսոր կամ այսօր կամ վաղը չգիտեմ Նիկոլին բանը պատասխանատվության ո՞նց ես եթարկելու, վաղն էլ կարող է տղե տերած գա, ասի բանինների, Ալեն Սիմոնյանինների, հետո կա այնտեղ Սուրեն Պապիկյանինների, բանը Պուպուլիկինների, դուք պատկերացնում եք մարդու բոզի տղության աստիճանը։ Ու սա պատգամավոր է։ Ասում է ես Նիկոլին ներել եմ։ Ինչի աները, որովհետև Նիկոլը 10 միլիոն դրամ միան փող է տվել։ Զոհվածի փող։ Եվ այսօր սրանք հարգելի երիտասարդներ։ Ես կարճ խոսք ունեմ ուղված այսօր ժամը 3-ին բգոյի կոչով գնացող ռադիկալ տրամադրված անձանց երիտասարդներին, հարգելի երիտասարդներ, ես թիվ 1 մարդն եմ, ով եթե մեկը չեմ, ապա երկրորդն եմ, կողմեմ ռադիկալ գործողությունների, որովհետև զիբիլի ամաներ աչ ու ձախ տանել բերելով, հա, չգիտեմ, նստարաններ դնելով, լար կապելով, ճամփա փակելով, Նիկոլ Փաշինյանի հրաժարական չի լինի, մոռացեք։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ այսօր մենք կարող էինք ապրել առանց Նիկոլյան Հայաստանում, արդեն մի 10 օրից մենք կարող էինք գնալ ընտրությունների նոր, եթե մայիսի 9-ին ընկեր Բագրատ Գանդոնը ձեզ բոլորիդ չասեր այդ 50-60 հազարանոց հրապարակը, չասեր գնացեք տներով։ Ես 100,000 անգամ խնդրեցի, աղաչեցի, պաղատեցի, առաջարկեցի, այն հայտնի Գալյանովենցի բարերով, ասма կուզեմ չոքեչոք քովդ գամ, էլ չոքեչոք, էլ սողալով, էլ թրվռալով, ընկեր Բագրատ, եթե դու վախենում ես, կամ հոգևորական ես հուշտ ես լնում ռադիկալ գործողություններից կամ կոչերից, էկրանի վրա հայտնվում է Վարդան Ղուկասյանը, ասում ես լսենք Վարդան Ղուկասյանին, որտեղ այդտեղից ով խոսա,
կարող է տփենգետին տանեն կամ վախենը մախոսա։ Այդ օրը ոչ մի ոստիկան ներքին զորքերի եւ այլն Հայաստանի Հանրապետության կարևորագույն օբյեկտների դեմը տնկված չէր։ Ներքին զորքերը սաղ իրանց տեղն են, կարմիր բերետներ իրանց թվով արձանասեքեմ այդ օրվա համար։ Եթեր էր մտնում Վարդան Ղուկասյան, ասում էր Բագրատ Սրբազան, առաջարկում եմ ձեզ առաջնորդել ժողովրդին Նալբանդյան փողոցով դեպի MVD, ճանապարհին ինչքան պետական ուժային կառույց կա, այդ թվում կառավարության շենքը գրոհել։ 1000 հոգի գրոհում էր կառավարության շենք, 2000 հոգի գրոհում էր ազգային անվտանգության շենքը, 3000 հոգի գրոհում էր KGB-ի, MVD-ի շենքը, այնտեղ քնչական վարություն կա, հիմա չգիտեմ ինչա դա դառը, այդ շենքը, կոչով դիմում էինք ժողովրդին, սիրելի ժողովուրդ, հոկտեմբերյանցիներ, գրավեք հոկտեմբերյանի մարզպետարանը, արարատցիք, գրավեք Արարատի մարզպետարանը, Սիսյանցիք, Սիսյանի քաղաքապետարանը, այսինքն 72 ժամ, պատալոգ 72 ժամ, 48 ժամ հետո Հայաստանի Հանրապետությունում չկար ոչ Նիկոլ, ոչ Ալեն, ոչ նախկին, եմ Մաուգլի մուլտիկի մեջ ասում են Նիկա, նի Շրխան, չարեց ինգեր բգոն, չարեց, 60,000 հոգու ասեց դավայ, սիկտիր եղեք տներով, մենք խաղաղության ակցիա ենք անում, հիմա այսօր Երբ որ պարզ դարձավ, որ անգամ ընդդիմադիր պատգամավորները իրանք իրանցով չեն կարողացել հավաքել 36 տոլի 37 ստորագրություն, որ հələ մի հատ էլ պահանջեն ԿՊ-ից 18 հավելյալ ստորագրություն, ասում է այսօր եկեք, եթե մենք ռադիկալ գործողությունների։ Լավ Գնում ենք ռադիկալ գործողությունների։ Ասացեք խնդրեմ, եթե ռադիկալ գործողությունները չստացվեցին, մարդիկ կալանավորվեցին, դեմից ձերբակալվեցին, հետո կալանավորվեցին։ Հարց հարգելի ռադիկալ տրամադրված իմ երիտասարդություն, հարց տվեք բգուին, ով է հոգալու ձեր փաստաբանական ծախսերը, մեկ, ով է հոգալու ձեր տուլիկը, ով է հոգալու ձեր ընտանիքի ապրուստը։ Հիշենք 1-2 տարի առաջ, երբ որ են թևավոր Գանդոնը միտինգ արեց տվին ջարդին տարան կալանավորին, իրանք էլ թողին թռան, են Ղարաբաղցի երեխեն էլ, որ 18 տարեկան էր, բայց դլո էր տրսնում, ընկերուհուն էր ճամփում էր, ճամփել էր, ինչ էր անում, գմփիկը որ պայթեց ոտերի տակ եղավ թիքա, տարան տպին հիվանդանոց, ես տուլիկ ղրգեցի, ում պատճառով տրակավ, ով տուլիկ ղրգեց, պլանի գլուխ էլ պալկացեր, տուլիկ տանելու եք, այ եթե մայիսի 9-ի ժամանակ ասեր գնում ենք ռադիկալ գործողության, ակնհայտ էր, որ 60,000 մարդ կար եւ հաղթանակը անբեկանելի էր։ Գրավում էին ուժային կառույցները, ընդեղից էլ մի մասը թեքվում ու շարունակում գնում էր մտնում էր ազգային ժողովի շենք, դառնում էր Նիկոլ Բիզիմդիր։ Բայց այսօր ոչ 60,000 կա, ոչ 50, ոչ 40, ոչ 30, ոչ 20։ 10,000 էլ որ հավաքվի պիտի ծափ տան։ Իսկ 10,000-ին ցրելը իմ կարծիքով դա խնդիր չի մեր ոստիկանության համար, օգտագործելով արդյունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ այլն։ Իսկ 60,000-ը, 50,000-ը դաժե խնդիր է ոստիկանության համար։ Այսինքն հարմար պահը բաց թողել, չես հասկանում ինչի համար, եւ հետո դրանից մի ամիս հետո ասել եկեք գնամ ենք, այսինքն պիտի գնանք ռադիկալ գործողությունների։ Ընկեր Բագրատ, երաշխավորի մի հատ այդ մարդկանց փաստաբանական ծախսերը, հայտարարի դրա մասին։ Դուք այս շարժումը միլիոնավոր դոլարների ֆինանսավորում է ստացել դրսից։
շատ ուրախ եմ, որ ստացել է, բայց շատ ցավալի է, որ այդ ֆինանսական հոսքը, որ եկել է, այդ էլ եք լապ է, դու չէ, քո տերերը։ Տվողը ռսները գիտեն փող են տվել, հեղափոխություն պիտի լինի։ Քանի որ ռսներն էլ տավարի ցավ են, որ ասում է նույն հորը մարդ մի անգամ, այսինքն երկրորդ անգամ չի մտնի, բայց ռուսը երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ ֆրմա վակրուկ դա օկալա Ռոբերտը Քոչարյանն է։ Մտով Ռոբերտ Քոչարյանը փող չունի, նրանք էլ փողը տալում են, լավ, եթե նորից եմ կրկնում, տվել են լավ են արել, բայց եթե այդ փողը նորմալ ծախսեին, չլապեին, միգուցե ավելի լավ կլիներ, ավելի շատ մարդ կարողանան հավաքել, բայց այդ է լապին։ Հիմա ես դա համար ուզում եմ բանը ռադիկալ գործողությունների գնացող մարդկանց, որ ասում է դումայ ադզեցեղ, մի բան մտածեք ձեր ընտանիքի անդամների մասին։ Եթե ձեր արշևով կգնա Լևոն Քոչարյանը, Տարոն Մարգարյանը, Մարտունիկը, ելով կայդ Արմեն Գևորգյանը, Ռոբերտ Քոչարյանի գոլֆրենդը, հետում են Արծվիկը, են դաշնակ ղախպեն, ոչ եթե իանք պատգամավորներով, կամ գոնե, թող այդ 30 քանի հոգի պատգամավորը կանգնեն պերվիրատ, հարգելի երիտասարդներ, դուք հետևը, թող իանք ջարդելով գնան, դուք էլ հետևից, որ եթե բռնում են, չնայած իանք մանդատ ունեն, այդ մարդկանց բռնեն, այսինքն եթե վաղը ձեզ վեկալ են տանեն արգիշտի հիմնարկ, այնտեղ կամերայով որ դնեն ցույցտան, որ ձեզ ուզում են մեղադրանք առաջադրեն, երևա որ դարպասը ջարդեց Լևոն Քոչարյանը, այլ ոչ թե հասարակ քաղաքացի Վարդան Ղազարյանը։ Ազգային ժողովի պատուհանները ջարդեց Տարոն Մարգարյանը, այլ ոչ թե հասարակ քաղաքացի Պողոս Պողոսյանը։ Հասկանում եք։ Այսինքն բերե դավո, թող է դեպուտատները գնան, համ փող ունեն, համ մանդատ ունեն, այդ մանդատը որ տուն ու տեղները ծծցնեն, մանդատը ձեռներիս չեն դնեմ։ Ես ուզում հասկանամ ինչի գնալ մտնել, ջարդել, փշել, մարդկանց տանել, փագել, իրանց տպեն, էլեկտրաշոկ օգտագործեն, գազ օգտագործեն, եթե կա հասարակ տարբերակ, մանդատ վայր տնել եւ վերջ։ Բանը Արծվիկն ասում է, թող ԿՊ-ն դնի, մենք էլ կդնենք, բայց ԿՊ-ն մանդատ խի է դնեմ։ ԿՊ-ն իշխանություն է, ԿՊ-ի խեռին պետք է մանդատ դնի։ Դու ԿՊ-ի տեղալներ Արծվիկ մանդատ կդնեիր։ Ես երեկոյան կասեմ քեզ Արծվիկ։ Ես ես հիմիկվանից ասում եմ, հարգելի ծնողներ, քույրեր, եղբայրներ, փոխանցեք ձեր երիտասարդներին, ովքեր որ այսօր պիտի գնան միտինգի, թող գնան, նորից եմ կգնում, պարտադիր թող գնան, բայց որ գնում եք ընդեղ, ասեք դարպաս ենք ջարդելու, եկեք դեպուտատներ, Տարոն, Արմեն Գևորգյան, Լովիկ, Մուսկուլնիա, եկեք դարպասը ջարդեք, մտեք, մենք ձեր հետևից գալում ենք, իրանց հետևից գնացեք, իրանք մանդատ ունեն, են պոչիկով աշբատեսը, որ պիտի գա կալանավորի, թող կա եւ պատգամավորներին կալանավորի։ Վաղը մյուսօր երբ որ նստակ Բերդ, սիրելի ռադիկալներ, ձեզ ոչ տուլիկ բերող ալնելու, ոչ է ձեր ընտանեկան ծախսերը հոգացող ալնելու։ Ռոբիկը չի քակում, ոչ սովածանա։ Այդ նույն Կիրովականի քաղաքապետը, որ եկե հետը վեր այնգե, ու մերկու տղեկը բանակից ազատված են, մի տղեն էլ վերաքննիչ դատարանի նախագահը, դրա տղեն թողա վարոդ ջարդի, Ռոբերտ Քոչարյանի Սեթոն թողա վարոդ ջարդի, Լովիկս թող վարոդ ջարդի, Տարոն Մարգարյանի տղեկը թողան Տարոն վարոդ ջարդեն, երկուսն էլ բանակից ազատված են, Վովայի տղեն եւ լիքն են, այլ ոչ թե ըստեղ էլ հասարակ մարդկանց երեխեքին բրթեն առաջ, իրանք կանգնեն հետևը։ Չէ, գնում եք, ասիկան, բանը, ես ոչ նալին եմ խփում, ոչ մեխին, հարգելի երիտասարդներ, գնալու եք, ես ես չեմ արգելում, գնացեք, ոչ էլ իրավունք ունեմ,
խորհուրդ ասեք բգո բեր դեպուտատներին շարի պերեդավո իրանց երեխեքը թոշարվեն իրանց հետևում, որովհետև այս իշխանափոխություն որ է լավ, առաջի օգտվողները այդ դեպուտատների լակոտներն են ելնելու, հանրապետական բոզի տղեկն են ելնելու, երկրորդ, երրորդ, չորրորդ գծաղ իրանք են շարվում, նոր հետո թոշարվեն հասարակ ժողովուրդը, որ վաղը մյուսօր եթե դատվելու եղան, իրանց հետևի, մեկը իրանց հետևի չի գալու, ոչ Աննա Վարդապետյանը, ոչ Վահե Ղազարյանը, ոչ մեկ, որովհետև եթե գային, արդեն վաղուց եւ Ռոբերտ Քոչարյանը, ոչ իմ տղեկով հանդերձ, եւ Սերժ Սարգսյանը բոլորը կլինեին բերթերում, ոչ թե արդարացված, հիմա էլ կֆրֆրային Երևանով մեկ, մի հատ էլ կասեին Նիկոլ Սիկտիր։ Սա իմ խորհուրդը ձեզ։ Հետո չասեք, մեզի վեկալան դատին, պարոն Ղուկասյան փաստաբանապետ, դատավորը բոզի տղա է, դատախազը աղբի տղա է եւ այլն։ Ես ձեզ զգուշացրեցի։ Բգոն ռադիկալ գործողություն էր ուզում, ամսի 9-ին այդ շանսը երկնային գրասենյակը բգոին տվել էր։ Բգոն քակեց մեջը, մի ամիս էլ ֆրծրեց սաղին դրեց ոչխարի տեղ, հիմա նոր ուզում է հəli գնա Նիկոլի հրաժարականը ուզում, Նիկոլի հրաժարական եք ուզում, խաղաղ ճանապարհով մանդատները վայր դրեք, ԿՊ-ի բերանը դրեք, հրաժարականը Նիկոլի խնդրեմ։ Ստացեք բրծեք, էլ էս թատրոնը ինչի է կանում, գույք խեք ջարդեմ, անմեղ մարդկանց ճակատագրերի հետ խեք խաղում։ Ձեր երեխեքին բերեք, ձեր կնանիքին բերեք, դուք էլ առաջի շարք կանգնեք, դարպաս ջարդեք, պատուհան ջարդեք, միլիցիա տպեք, մտեք ազգային ժողով։ Այսքանը։ Շնորհակալություն, կհանդիպենք այսօր ժամը 22:00-ին հանրային դատ հաղորդաշարով։ Հետաքրքիր թեմաներում ենք։